My grandmother born in Erivan, which is capital city of Armenia. However, my grandmothers, they're Azerbaijani, but no one knows. Is she pure Azerbaijani? Is she is gonna mix with Armenian? Because like probably 200 years ago, there was no hate, no anger, no such a thing. Because they were living together peacefully. So you never know. If there's no records, nothing, But when I born in 69, and I had like my grandfather, brother's wife, we used to listen to her, and then her stories was always how my grandfather killed Armenians. Oh, he killed with the axe, he go in and he killed all Armenians, oh, he killed this. We grow up with like, oh, Armenian mother. My first enemy is Armenian. That they were like just like fighting with them all their lives. Like, can you imagine like the lady aged like 85 and she's telling each child like 10 how their grandfather used to kill them with the axe. Ծոմուր են գնում։ Իսկ առարկաները ոնց է, օրինակ մաթեմատիկան հայերեն է։ Չէ, թուրքեր են, բայց դասատում մեկ-մեկ հայերեն է պատմում։ Իսկ հայերենը, այսինքն որպես օտար լեզու է, չէ՞։ Չէ, որպես մերմար լեզու։ Դպրոց ավարտելուց հետո հեշտ է համալսարան ընդունվել, գիտելիքները դպրոցի։ Հա, դրանք սա հերիքում են, ուղղակի մի հատ քննություն է տարվա վերջին, այդ քննության համեմատ են կտրում, թե որ համալսարան են քննելու։ Ու ինչ որ բանում կրել է, հատկային։ Չէ, դեռ չեմ ընտրել։ Հայաստանի շատ կան երեխեք։ Շատ չէ, բայց կա։ Բայց հիմնականում դպրոցում բոլորը հայ են։ Հա։ Կամ ասորի, կամ հայ։ Իսկ իրար մեջ հայերեն եք խոսում։ Հա, նայածուն հետ։ Շատերը չգիտեն հայերեն, բայց իրենց երեխաներին բերել են հայկական դպրոց։ Ու եւ ինչով են իրենք այդ բացատրում, ասում են տարիներին շատ բարդ է եղել, մենք չենք սովորել, վախեցել են, որ հայ ներկայանա։ Իրենք ասենք հայերենը չեն սովորել, բայց անպայման իրենց երեխաների բոլոր հայերը բերում են հայկական դպրոց։ Իսկ վախը կա։ Չէ։ Չէ, ասի վախ կա, որտեղ իրենք շատ ուրբ են մոդելում այս հարցերի, շատ մեծ կվալիֆիկեն, նույնիսկ ասենք եթե միջոցառումներ են լինում մեծ, կամ ասենք դեպի մեր մոտ այդ պատերազմի ընթացման ժամանակ մեծ հսկողություն էր։ Օրինակ դպրոցներում է դիմի պատերազմի ժամանակ ոնց։ Այդ մասին չեն խոսում դպրոցում։ Պատերազմի ընթացքում։ Չէ։ Այս ասում մեծ հսկողություն էր, որ հանգարց հայերին ոչ մեծ չնեղացնի։ Որ թվականից է աշխատում այս խանութը։ 31 տարի է հայ գրականության մասին։ Դուք տեղացի հեղինակներին եւ Հայաստանի հեղինակներին։ Մանավանդ տեղացի։ Հիմնականը տեղ։ Իստանբուլի, այո։ Բայց բան եւ թարգմանությունները Հարգալ, այսինքն եղած քիրքեր են, այսինքն 1800-ական թվականներուն գրված քիրքերը, նոր քիրք չէ, այսինքն քիրքերը գարնենք եւ անոնք հայերենը թրքերեն գթարգմանենք, որպես գարմը քիրքերը հայերենը լալովա գդբենք, բայց կարևորը հոստեղի թուրքերն հետաքրքրվին եւ գարթամսալով։ Թուրքեն ամեն պետք է ճանաչեն, Պետք է գիտնան։ նոր սերունդը մեզ չի ճանաչում։ Դրա համար հին սերունդը գիտե որ հայը ով է։ Հայը այդ ապրել ինչպիսի երևույթ է։ Դրա համար հին սերունդի համար հայը շատ էլ այդպես վարգապեգիչ երևույթ չէ։ Սակայն նոր սերունդը որը այդպես թաստիարակվեցավ, հայը իրեն համար Թշնամի են դիսնում։ Դրա համար հարգավոր է, որ հայը, հայու մշակույթը, հայու պատմությունը, հայկական գրականությունը, հայի հետ վերաբերել ամեն բան նրանց ծանոթացնել։ Բայց գիտնան թե որի են թշնամանում։ Դրա համար դա հարգավոր երևույթ է, դրա համար այս արասը շատ կարևոր շատ մեծ գործ է անում։ Այսինքն իր առաքելությունը ամենակարևոր
մասը անեն, որ պելիքան Տեսնեմ, որ հայի հետ վերապերել այս կանքիտ կանար։ Որը համար թշնամի սիթուն, ով թշնամի աչքով գրես։ Նոր սերունդ։ Հա, նոր սերունդը, Նոր այո։ թուրք սերունդ է։ Նոր թուրք, այո։ Մեզ համար, որտեղ հին սերունդը մեզ հետ ապրեցավ։ Չգիտեմ որը։ Ծևով նորացևությունները մեր ընտանիքներեն սորվեցան։ Մեզ հետ հարաբերությունը գիտեն, մեր ավանդությունները, մեր վարժությունները, մեր հաճույքը, մեր ապրելակերպը գիտեն։ Շատ բաները իրենք ուրացուցած են նրանցից, սակայն նոր սերունդը չգիտեն։ Հայը անոր համար հարցման նշան։ Հետո իրանց մեծ մասը թուրքերի հենց աշխատող հայեր են ուժին։ Իրանք շատ հավանում են մեր հայերի առասպելներով։ Մարդկան պատերազմից ով հնարավորություն ունի հենց թուրքերից գումարը իրանք վերցնում են օրինական աշխատողների։ Իսկ կրոնական առումով Ես չեմ նկատել, որ ինչ որ իրենք իրենց կրոն ունեն, մենք կրոն ունենք, մենք հարգում ենք իրենց, ասենք իրենց մեջտուն, որ սկսում է իրենց այդ բսկիտուն աղոտքը, որ սկսում է, հետո մենք տանը նույնիսկ մուսիկական միացրասկան դեպս մենք անջատում ենք տրամացածում ենք անասին հավաքիտը, այդ պահին հարգում ենք, դրում ենք մի պահ, որ իրենք իրենց աղոտքը անեն, հետո նոր շարունակենք մենք մեր ուրախությունը։ Look, I tell you like this, we Turks, we don't celebrate like Christmas or anything like that. And we don't, we don't, like they never told us, okay? But when the Ramadan come, or the Muslim, all the like Armenians, the Greeks, we call them Rum, they all respectfully, they enjoy, like right now it's Ramadan. You will see more careful, the Armenians are more careful, not eat outside, not drink outside, because there's a people who's fasting, and it's not a good example. And that's what they teach their kids. But in Turkey, as a Turks, they divide it. Believers or non-believers. Когда чёрн обдарны, а вот генен, вот киризманин ком. Arnen gireskisen bir. İma tıbrus taksit. Mesela ima al çocuk da şat kiçir. Amun taribi de kiçir. Ama şat yoğovçika hing vitsoki, tasoki çbidik. Hos yoğovçika hay. Hay yoğov şat Feriköy. Feriköy, Samatya, Bakırköy, Yeşilköy. Hos amun irkina restoranla aşkada yerdik. Üsküdar. Üsküdar küçük ya, Üsküdar'da. Kiç, Üsküdar'da gel ama işte. Üsküdar Sirena, la. When we used to play soccer in the youth, in our teams there was always like Varujan, Vataryan, always we had the Armenian friends, okay? But we don't see them like the Armenians being told us in the stories. Because there was nothing, because they were going to army as well. Because it was a compulsory till 2008, 18, 15 months, you do army every month. Rich, poor, Armenian, Jew is different. Jew in Turkey who born, they were allowed to go to do army service in Israel if they want. If they want, they do it here. But they do. That's the way it was. But Armenian or işte, I remember like they don't used to give them rifles much. Because the officers used to scare like they might shoot me. The words like, so I have an Armenian friend in the soccer team, we had to say, we used to go to secondary school and everything, and we used to make a joke. Ermeni istemeden vermeli. What does it mean? So Armenian should give without asking.
Որ թվականից կա եկեղեցի։ Asվել է 1988 restore olmuş. Dış kısmı yangın olmuş. Onun için dış kısmı sadece restore olmuş, tadilat olmuş. Իսկ մի հատ է կղզիի վրա հայկական եկեղեցի։ Մեկ հատ հայկական, երկու հատ։ Մեկ հատ մի խոս է, ասեք, մեկ հատ մալ մեծ կղզի մեջ է կաթոլիկ եկեղեցի։ Ահա։ Կաթոլիկ ուրիշ չկա։ Բան հունական կա, բայց երկու հատ։ Ույն եկեղեցի կա կղզի մեջ է։ Մեկ հատ մանաստիր է, մեկ հատ նորմալ եկեղեցի։ Բայց ույն ոնց որ չի մնացել եւ աստորիներն են օգտագործում։ Ույն ժողով չկա, նորմալ սուրյաններ։ Աստերեն անա։ Հալո ժողովին կեսի սուրյանի է։ Հայարի գերտան ալուրիշ տևեր է, սուրյաններ բուկա։ Ստեղ։ Ամեն գրդին մեսին, ամեն։ Հայաստան ծրագիրներս կփորձենք մասնակիցները կողքովի բերել, որովհետև նշмарած ենք, որ մասնակիցներ կողքովի կան, they have a common theme, right? They have something to discuss. So ավելի թյուրին է իրենց միասին բերել կողքովի բերել եւ ավելի թյուրին է իրենց հասկանան։ Ուրեմն քան թե հասարակ ժողովուրդը, որ ավելի դժվար է հասնին, մասնակիցներով կփորձենք կողքովի բերել, ուրեմն դարբեր թեմաներով վրա dialogue program-ներ կնենք։ Network-ներ գազմել, որ եթե նույնիսկ լգամ, եթե մեկը խնդիր ունենա եւ եթե մեզի հարցնեն, կարենանք իրենց ուղղել ճիշտ ձևով եւ ասել որ ասմասնակետը գտնա ցեզի օգտագործել լավ ուրիշ բժշկության վրա ասենք dialogue program-ներ հրացենք եւ անպայման կփորձենք ամեն տարի կոնե մի քանի անգամ լրագրողները կողքովի բերել որ ուղիղ ձևով կարենան ճիշտ մաքուր լուրի հասնել misinformation-ը շատ է որտեվ Թուրքիա եւ Հայաստանի նյութերի մասին so կարևորը որ լրագրողները դեղույն առնեն գիտելիքները Վերջը ձեր մարդն ինձ email մխրկեց էր որ ինքը մուսուլման էր ասա դուս հիմա ասա Ռամազանը սկսավ ասա եւ ես ամեն աղոթքին գնամ 5 անգամ քեզի համար ալգաղոթեմ որտեղ միջերտաս շատ աստվեցա նրանց գրած ես անստեցասի ես այս շապատասի Müslümanın isteri inzi amar gavote, Kristoyan inzi amar gavote, es vor şad aypes avot get gapçunin granın, բայց ինչու ես պիտի չաղոթեմ Գմեցնան հայերեն լեզուն չեն գիտելով, այսինքն դերյակ չլալով գմեցնան նորան փոքր մաս մգա որ գուզան հայերեն խոսիլ եւ սորվի բայց հիմա հայերեն լեզուն բան մնաց այսինքն հայերեն լեզու շատ գիտող կամ այդ բարերը կամ գրեմերը շատ լավ գիտող եւ daily life-in մեջ կորձածող են չէ բայց basic լալով հայերեն գիտեր խոսին Եվ ադանները, որ հայերան կորդեզով պետք ունին, ան խոսին։ Հիմա բոլսեցի հայերը մենք, Հայաստանի հետ մեր գաբը շատ զորավոր չէ, որովհետև մեզ համար homeland-ը խոս է, այսինքն Անադոլիա կամ բոլիս խոս է, այսինքն Թուրքիերու բան earth, soil։ Դե որովհետև դուք սփյուռք չեք։ Այո։ Մենք սադիտպես, մենք սպիրտ չընդունենք այս սպիրտությունը, մենք հոստեից եկ այսինքն, անոր համար Հայաստանի հետ գաբնալ այդ բիսը զորավոր չէ, ոքեյ, Թուրքիան շատ լավ քաղաք չէ, այսինքն դեմոկրասի, human rights-ի համար,
բայց ավելի հոս հաճելի է այսինքն բադմությունն ու այս քաղաքը մարտիկը լավ է հայերուն համար հոս գաբիլը բոլիս գաբիլը շատ լավ է ես մենք սիրենք գաբիլ անորոմանալ երբ որ անոն Երևան այցելեն գտեսնեմ որ Երևանը թե ֆիզիկական ըլլալով թե մարդկան ըլլալով շատ դարբեր է այսինքն մշակույթի շատ դարբեր է այս վերջին պատերազմը հայերու եւ Ադրբեջանի ազերիներու միջև այդ շատ բան եղավ վիճակը ավելի քեշ սկեց չէ այս ինչպես nationalist միտքը հիմա շատ ուժ է այսինքն շատ նոր սերունդ կամ նոր wave of political mind earthquake մի եղավ այս երկու տարի առաջ եւ Հայաստանյան հումը եկան եւ օգնեցին մեկ շեփան եղավ շենք մկար որ ան շատ ավոր սիմվոլ մնա որովհետեւ այդ գամուրջը բացվեցավ իր սահմանը ան շատ լավ էր այսինքն ես շատ ուրախ եի որ այդ վադահեցավ եւ թուրքերը համար այս բիսը բանալ պետք է որ իրար բան այսինքն value հասկանան Pasajın Ermeni pasajı. Այսինքն գարձեմ մեջը pasaj մը գա, որ դարբեր ծևով համոթներ գա եղար, բայց գարձեմ հիմա միայն դեպոյի պես բան մնա, որովհետև ես հոստեան շատ հաջող անցնեմ, ամենադանը փակ է այսինքն։ Եվ հիմա այսօր դեսա, որ it's for rent. The whole building. Բայց շատ բան է այսինքն։ Հաղթավոր է, որ այս քիրուկտունը մնացել է։